Իրանի վերընտրված նախագահ Հասան Ռոհանին ընթերցել եւ ստորագրել է իրանցի ժողովրդին եւ իսլամական կարգին հավատարմության երդման տեքստը։ Օգոստոսի 5-ին կայացած երդման արարողությանը ներկա են եղել մի շարք երկրների նախագահներ եւ կառավարությունների ղեկավարներ, այդ թվում աշխատանքային այցով Թեհրանում գտնվող Սերժ Սարգսյանը։ Իսկ այսօր Հայաստանի նախագահը հանդիպել է իրանցի պաշտոնակցի հետ։ Գործընկերները քննարկել են երկկողմ եւ բազմակողմ փոխգործակցության հարցեր, կարևորել մի շարք ոլորտներում իրականացվող համատեղ խոշոր ծրագրերն ու նոր եւ հեռանկարային նախագծերը։ Հայաստանի եւ Իրանի նախագահներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, այդ թվում Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին։ Երևանում ծնված հնգյակի 4-րդ երեխան նույնպես մահացել է։ Փոքրիկ Աննան վերակենդանացման բաժանմունքում էր, բժիշկները ոչ մի կերպ չէին կարողանում նրան դուրս գրել հիվանդանոցից։ Երեխան մահացել է մոտ 2 շաբաթ առաջ, այսպիսով անկախ Հայաստանի պատմության մեջ ծնված առաջին հնգյակից 4 աղջիկ եւ 1 տղա, ողջ է մնացել միայն Ռոզան։ Նա հիվանդանոցից դուրս է գրվել հուլիսի կեսերին։ Հնգյակը ծնվել էր մայիսի 3-ին խորը անհաս հղիության 28-րդ շաբաթում։ Երևան աշտարակավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած 4-ամյա երեխան վիրահատվել է, փոքրիկի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, նա դեռևս կոմայի մեջ է, միացված է արհեստական շնչառության ապարատին։ Օգոստոսի 4-ի երեկոյան Երևան աշտարակավտոճանապարհին Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենան բախվել էր VAZ-2121 մեքենային։ Վթարի հետևանքով վերջինի վարորդը 36-ամյա Գեգամ Սարգսյանը տեղում մահացել էր, իսկ նրա 4-ամյա որդին ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխվել։ Մահվան ելքով վթարի գործով ձերբակալվել է Volkswagen-ի 26-ամյա վարորդ Սուրեն Ջեյրանյանը։ Վրաստանի ոստիկանությունը Հայաստանի 22-ամյա քաղաքացու է ձերբակալել, նա մահացու վրա երթի է ենթարկել մի կնոջ ու նրա երեխային։ Հետաքննությունը պարզել է, որ ձերբակալվածը Վրաստանի Սուրամիի շրջանում Nissan Tiida մակնիշի մեքենայով վրա երթի է ենթարկել մայթին կանգնած մորն ու երեխային։ Կինը 38 տարեկան էր, երեխան 5։ Երկուսն էլ տեղում մահացել են։ Քրեական գործ է հարուցվել, եթե վարորդի մեղքը հաստատվի, նա կարող է 6-ից 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտվել։ Վրաստանի իշխանությունները հիմա էլ դիմել են Լեհաստանին խնդրելով տվյալներ հաղորդել Միխայիլ Սահակաշվիլիի գտնվելու վայրի մասին։ Նշենք, որ օգոստոսի 3-ին Կիևն ԱՄՆ-ին, որտեղ գտնվում էր Սահակաշվիլին, եւ մյուս երկրներին տեղեկացրել էր, որ Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Սահակաշվիլիի բոլոր անձնագրերը չեղարկվել են։ Հայտնի չէ սակայն, թե ինչպես է Օդեսայի նախկին նահանգապետն առանց փաստաթղթերի Լեհաստան ժամանել։ Վարշավայի դատախազությունից հայտնել են, որ արդեն միջոցներ են ձեռնարկում պարզելու համար արդյոք Սահակաշվիլին դեռևս Լեհաստանի տարածքում է։ Վրաստանի դատախազությունն էլ հիշեցրել է, որ հայրենիքում նախկին նախագահի դեմ 4 քրեական գործ է հարուցված, որոնցով նրան մինչև 11 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում։ Հայաստանի 2 օդանավակայաններում ուղևորահոսքն այս տարվա առաջին 6 ամիսներին աճել է։ Հունվար-հուլիս ամիսներին այն կազմել է 1.373.856 մարդ, 28%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը։ Միայն Զվարթնոց օդանավակայանում ուղևորահոսքն աճել է 24.7%-ով։ Հավելենք, որ Զվարթնոցում եւ Շիրակում 6 ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 24.2%-ով ավելացել է նաեւ թռիչքների եւ վայրեջքների թիվը։ Չնայած շատ շոկ եղանակին, մայրաքաղաքում շարունակում են տարբեր փառատոններ կազմակերպել։ Երևանյան ամառ 2017 նախագծի շրջանակում տեղի ունեցավ Երևան Տարազֆեստ 2017-ը։ Միջոցառման շրջանակում հայկական ապրանքանիշերի հետ միասին ներկայացվեցին նաև այլ երկրների ազգային հագուստներ, իսկ միջոցառումն ուղեկցվում էր ազգային երկու Երեկոյի ավարտին իրենց այն թափ վերածնունդ եւ արքայից արքա հավաքածուները ներկայացրեցին հայ դիզայներներ Արամ Նիկոլյանը, Գևորգ Շադոյանը եւ Լիլիթ Մելիքյանը։ Դոլարն ու եվրոն թուլացել են։ Օգոստոսի 7-ին դոլարի փոխարժեքը կազմել է 487 դրամ, եվրոյին 564, ռուբլունը 7 դրամ 96 լումա, ֆունտինը 624 դրամ։ Օգոստոսի 8-ից 12-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, առանձին հատվածներում մինչև 42 աստիճան տաքություն եւ բարձր հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում։ Օդի միջին օրական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 5-ից 7 աստիճանով։ Հանրապետությունում, այդ թվում մայրաքաղաքում, օգոստոսի 8-ին տեղումներ չեն սպասվում։ Երևանում գիշերը կդիտվի 25-ից 27, ցերեկը 40-ից 41 աստիճան տաքություն։